որից հետո արդեն ծնողները հանդես կգան եւ հարազատները։ Սիրելի հայրենակիցներ, այս սա է իրականությունը, այս սա է մենք որ ապրում ենք մի երկրում, որ տեր տիրական չունի, որ խոսքի տեր չկաղնող ղեկավար չունենք, դրա համար մենք վերապահում ենք համար մեկ դավաճան անվանելու երկրի ղեկավարությունը, եթե դուք շահագրգռված չեք այսօր բացահայտելու պատերազմից սկսած բոլոր այդ մեղքերը ու մեղավորություն է եղել, որ երեխեքան անհետ կորած են անվանում, որ մեղքի որ ղեկավարման որոշման է եղել բոլոր այդ զոհվածների, այդ քանակի զոհտվածներին, այսօր դուք ձեր բերանները բացում եք, ասում եք Արցախի հարցը փակ է, դուք եք փակված մեր ժողովրդի մեր աչքի առաջ, Արցախի հարցը փակ չի, մինչև չպարզաբանենք այս հարցերը, մինչև Արցախը չվերականգնվի հայկական լինելը, մինչև ժողովրդի իրավունքը չվերականգնվի, դուք իրավունք չունեք հանրության մեջ հայ ժողովրդի շահերի անունից կամ իրավունք ունեք խոսելու հայ ժողովրդի անունից։ Սիրելի հայրենակիցներ, նորից եմ ասում, սա մենակ տուժված մարդկանց չի վերաբերվում, ամեն մեկի դուրը ծեծելու, որ նման ղեկավարները շարունակեն ղեկավար լինեն երկրի իշխանության գլխին։ Սա խայտարակություն է, ոչ մի երկրում ցես բան չի եղել, ոչ մի երկրում ցես հրահանգ տվող, որ գնացեք կռվեք, սա երկրի հայրենիքի համար է, ու դրանից հետո հրաժարվեն պատասխան տալու, նորից եմ ասում, սրանք հանցագործներ են։ Սիրելի հայրենակիցներ, ուշներդ գլուխներդ հավաքեք, աչքներդ բացեք, եթե չբացեք դարերով կույր եք մնալու։ Դարերով կույր եք մնալու, նորից եմ ասում, մենք իրավունք չունենք որպես ազգ, մենք իրավունք չունենք որպես մեծ անվան տակ հայ, նմանատիպ բաները անտեսեք կամ նմանատիպ բաները թողենք ինչ-որ ղեկավարների, որոնք իրենց պատասխանատվություններ չեն բանանում։ Այսօր հրավիրած նոր Տիկին Թոմասյանը ցանց է ներկայացրել, ում է հրավիրել, մեկը չկարացավ գացնել ժողովրդի աչքի առաջ խոսել, գոնե արդարացնել կամ պատասխաններ տալ իր հարցերի, իր կառույցի համապատասխան, իր կառույցի համապատասխան կարա ինչ է կային անեին, ժողովուրդ խուսափում են, եթե խուսափում են, ուրեմն մեղավոր են, որ խուսափում են, պետք չի մեկը մյուսի վրա գցած, դուք եք այս երկրի պատասխանատուն եղել եք ժամանակահատվածում, ուրեմն համար մեկ պատասխանը դուք պիտի տաք, արժանանալու եք, նորից եմ ասում, ձեր ճակատագիրը լավ չի ավարտվելու, ես համարձակ այդ խոսքեր ասում եմ, Արցախ ուրացողը, Արցախը մոռացության տվողը համար մեկ թշնամի է հայ ազգի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ էմոցիոնալ եւ ստացված ելույթի համար։ Հիմա ուզում եմ ձայնը փոխանցել մեր զոհվածների հարազատներից, պարոն Գալստյանին։ Բարև ձեզ։ Կխնդրեի մի հատ ոստիկանները մի րոպեով փակեք փողոցը։ Ի հիշատակ մեր բոլոր նահատակներին, Արցախյան բոլոր նահատակներին, մի հատ մի րոպե փողոցը։ Հանգիստ ես հայ։ Փակեք փողոցը։ Մի րոպեով փակեք։ Փակեք փողոցը մի րոպեով։ Ամեն մի րոպեով փակեք ասում եմ։ Լսի, որ գոռանից րոպեով փակեք։ Ուրեմն ով հարգանք չունի, ուրեմն լսեք, մի րոպե, ով մի րոպե, ով հələ մի րոպե, մենք նայեք, մի րոպե, խոսում ենք, մի րոպեով փակեք, չէ փակած չէ, դե փակեք ու բոլորը թեզ, Всё. Հոսքը փակվի։ Ստե հարգանք չկա։ Ապեր ուրա կախտողները գնում են։ Գիտես ոնց անում հարգանքը։ Մարդիկ կայնում են, մի րոպե չկա։ Մի խոսքով ինչի համար ասեցի։ Հայ ժողովուրդը թող լսի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին անարգված է իր հողում։ Եթե մի րոպե չունեն տրամադրելու մեր նահատակներին, ես հիմա կհիմնավորեմ քննից հանձնաժողովի մեղավորներին։ Արեք ասեն։ Խնդրում եմ ոչ մի ծնող բախման չգնա, Հովո ջան, ես գիտեմ, որ դրսից Ադրբեջանից ներամուծված թե ոստիկան։ Մի խոսքով, ես ուզում եմ շարունակեմ ու հիմնավորեմ։
պիղծ կառավարության, պիղծ գազանանոց ով անջատել։ Խոսա։ Ես ասեմ, ուզում եմ ներկայացնեմ, ծնողները եկել են իրաց պահանջով։ Եթե լիներ հայրենավաճառություն, դռները լեն կբացեին բանակցելու համար։ Հիմնավորեմ 2020 թվական նոյեմբերի 9-ին եղավ ապերեսիվան սանարգանք նահարի գորջը։ Գլինեք, հիմի ինչ եղավ գորջան, հեսա ես շարունակեմ հիմնավորեմ, որ քննիչ հանձնազեկույցի մեղավորներին եմ ես ասում, հատ առ հատ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքվեց Չակերտավոր հրադադարը։ Բազում հայ որդիներ կային Արցախում, ովքեր գտնվում են գրավյալ տարածքների մեջ։ Արցախը ազատագրել էր մեր սուրբ նահատակները։ Դրանից հետո մեր մարտական ընկերները մենք եղել ենք այնտեղ Ստեփանակերտում, ես իմ եղբայրը մեր մարտական ընկերներից մի երկու հոգի։ Մեր մարտական ընկերները նոյեմբերի 22-ին այցելում են մեծ տեսակցության Արցախ։ Ու Ղարաբաղ Տելեկոմից զանգ ա գալի գրավյալ տարածքներում գտնվող մեր զինվորներից, որոնք ասում են 5 մի տեղ ենք, 15 մի տեղ, ու ես հիմնավոր եմ, թող լրատվամիջոցները հասկանան ինչ պղծության հիման վրայա կայնած այս իշխանությունը։ Մի խոսքով զանգը ստանալ են, որ գալիս է Ղարաբաղ Տելեկոմից, գնում են մեր տղաները գեշտապ հայտարարում են, որ մեր գրաված տարածքներում արդեն Մեկա մեր ասածով ալիները Ախելու են, այսա իրական հեղափոխության սկիզբա դրվում, ժողովուրդ։ Կոնկրետ հարավային թևի։ Մի խոսքով այդ ծնողը մտնում է մի օրով, այնքան որ մի քանի ժամով, որ տեղանք դասում, որ տող գյուղն է դիմացես։ Մի քանի ժամով։ Դրանից հետո անցնում է 2 օր, ադրբեջանցիները մեզ տալիս են մեր նահատակ 5 տղաներին, կանտրոլի գլխից խփած, նոյեմբերի 9-ից հետո, թող լսի բոլոր կառավարությունը, եթե հրադադար է, եթե պատերազմ չէ, ինչի համար խփվեցին այդ 5 տղաները։